Կախարդական մատանին, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Ինչ-որ մի երկրում, ինչ-որ թագավորությունում մի ծեր մարդ ու կնիկ էին ապրում։ Սրանք մի տղա ունեին, անունը Մարտինկա։ Հայրը ամբողջ կյանքը որս էր արել, գազան ու թռչուն խփել, որսով համ իրեն պահել, համ ընտանիքը։ Բայց ժամանակ անցավ ու այս մարդը հիվանդացավ ու մեռավ։ Մարտինկան մոր հետ մնաց մենակ։ Շատ լաց եղան, շատ տխրեցին, բայց ինչ արած, մեռնողին ետ չես բերի։ Մի շաբաթվա մեջ ինչքան հոգեպահուստ հաց կար, կերան վերջացրին։ Պառավը տեսավ, որ էլ ուտելու բան չկա, հերթը հասել է փողին։ Ծերուկը մի պուլիկի մեջ սրանց համար 200 ռուբլի էր թողել։ Պառավը պուլիկը բացել չէր ուզում, բայց ինչքան էլ որ չուզեր, պիտի բացեր, հո սովամահ չէին լինի։ 100 ռուբլին հաշվեց ու տղային ասաց. «Դե Մարտինկա, էս քեզ 100 ռուբլի, հարևաններից մի ձի ուզի, գնա քաղաք, հաց առ, գուցե ձմեռը մի կերպ անցկացնենք, գարնանը մի գործ կգտնենք»։ Մարտինկան ձի ու սայլ խնդրեց, գնաց քաղաք։ Գնաց տեսավ մսի խանութի մոտ աղմուկ աղաղակ, մարդիկ իրար գլխի կիտված։ Ինչ է եղել։ Դու մի ասի, մսավաճառները մի որսաշուն են բռնել, սյունից կապել ու մահակներով ծեծում են։ Շունն էլ կլանչում է, կծոտում, պոկոտում։ Մարտինկան մոտ եկավ մսավաճառներին և հարցրեց. «Տղերք, էս խեղճ շանն ինչի եք էդպես անխիղճ ծեծում»։ «Բա ոնց չծեծենք էս անիծվածին», ասում են։ «Մի ամբողջ եզան լեշ հարամեց»։ «Հերիք է տղերք, էլ մի ծեծեք, ավելի լավ է ծախեք ինձ»։ «Խնդրեմ», ձեռ արավ մուժիկներից մեկը, 100 ռուբլի տուր, տանք։ Մարտինկան ծոցից 100 ռուբլի հանեց, տվեց դրանց, շանը իր հետ տարավ։ Շունը սկսեց կողքովը պտույտ գալ, պոչը խաղացնել, հասկացավ ուրեմն, թե ով է իրեն մահից ազատողը։ Եկավ տուն մայրը, թե «Որդի, ինչ արար»։ «Իմ առաջին բախտը»։ «Ինչ ես զառանցում, ինչ բախտ»։ «Հրես, ժուռ կան» ու ցույց է տալիս շանը։ «Էլ բան չես առել»։ «Որ փող մնար կառնեի, համա 100 ռուբլին էդ շան վրա գնաց»։ Պառավը փրփրեց։ «Մենք, ասում է, ինքներս սոված նստած ենք, 3 ամբարը սրբեցի, մի բլիթ թխեցի, էգուց էդ էլ չի լինի»։ Հաջորդ օրը պառավը էլի 100 ռուբլի հանեց, տվեց Մարտինկային ու պատվիրեց. «Առ, որդիս, գնա քաղաք հաց բեր, ոչ թե փողը դատարկ տեղը ծախսիր»։ Մարտինկան եկավ քաղաք, սկսեց փողոցները չափել ու մտիկ տալ։ Մեկ էլ աչքով ընկավ մի չար տղա, թոկը կատվի վիզն էր գցել ու քաշում էր գետը։ «Կանգնիր», գոռաց Մարտինկան, «ուր ես Վասկային քաշում»։ «Ուզում եմ խեղդել էս անտերին»։ «Բայց ո՞ր մեղքի համար»։ «Բլիթը թռցրեց»։ «Մի խեղդիր, ավելի լավ է ծախիր ինձ»։ «Խնդրեմ, առ, տուր 100 ռուբլի»։ Մարտինկան էլ երկար բարակ չմտածեց, ծոցից փողերը հանեց, տվեց տղային, կատվին էլ գցեց պարկը ու տարավ տուն։ «Ինչ արար, որդիս»։ հարցրեց պառավը։ «Վասկային»։ «Էլ բան չես առել»։ «Դե որ փող մնար, էլի բան կառնեի»։ «Այ քեզ հիմար», գոռաց պառավը։ «Դե հիմա տնից դուրս կորի, գնա ուրիշի հացով գլուխ պահի»։ Մարտինկան գնաց հարևան գյուղ գործ գտնելու։
ինքը գնում է, ետևից էլ Ռուկան ու Վասկան գնում են ու գնում։ Դեմն է գալիս տերտերը։ Ուր ես գնում, որդիս։ Գործ եմ ման գալիս։ Արի ինձ մոտ, մենակ թե ես առանց թուղթ ու պայմանի եմ ծառավարձում, ով որ 3 տարի ծառայեց, դժգոհ չի մնա։ Մարտինկան համաձայնվեց ու 3 համար, 3 ձմեռ տերտերի համար աշխատեց։ Վարձի ժամանակը, որ եկավ, տերտերը կանչեց, թե դե Մարտինկա, արի վարձը ստացիր։ Բերեց ամբարի մոտ, 2 լիքը պարկ տվեց ու ասաց. որն ուզում ես վերցրու։ Մարտինկան նայեց, տեսավ, որ մի պարկն արծաթ է, մյուսն ավազ ու մտածեց. սա հենց այնպես չի արվում, էստեղ մի բան կա։ Թող իմ աշխատանքը ջուրն ընկնի, բայց ես ավազն եմ առնելու, տեսնեմ դրանից ինչ դուրս կգա։ Ու տիրոջը թե. Տեր հայր, ես մանրիկ ավազն եմ ուզում։ Դե որդիս, քո կամքն է, վերցրու, թե արծաթը սրտովդ չէ։ Մարտինկան պարկը շալակեց ու գնաց ուրիշ տեղ գործ փնտրելու։ Գնաց, հասավ մի խոր մութ անտառ։ Անտառի մեջ տեսավ մի բացատ, բացատում կրակի մեջ մի աղջիկ նստած, այնքան սիրուն, այնքան գեղեցիկ, որ ոչ տեսած ես, ոչ լսած, միայն հեքիաթում է պատմվում։ Այդ սիրուն աղջիկն ասաց. Մարտինկա, այրու տղա, ուզում ես բախտդ գտնել, ինձ ազատիր, քո 3 տարվա աշխատած ավազով էս կրակը հանգցրու։ Ճիշտ որ, մտածեց Մարտինկան, ավելի լավ է մարդուն ազատեմ, քան թե էս ծանրությունը քարշ տամ։ Մեծ հարստություն չի, ավազ է, այդ բարիքից ամեն տեղ էլ կա։ Պարկը բացեց, ավազը շաղ տվեց, կրակը տեղն ու տեղը հանգավ։ Մեկ էլ սիրուն աղջիկը խփվեց գետնին, դարձավ օձ ու թռավ այդ ջահել տղայի կրծքին, փաթաթվեց վզովը։ Մարտինկան վախեցավ։ Չվախենաս, ասավ օձը, 30 սարից են կողմ, գետնի տակ մի թագավորություն կա։ Դրա թագավորը իմ հայրն է։ Որ գնաս հասնես պալատ, հերս քեզ ոսկի, արծաթ, թանկագին քարեր է տալու, ոչ մի բան չվերցնես։ Նրա ճկույթի մատանին կխնդրես, դա հասարակ մատանի չի, որ ձեռքից ձեռք խաղացնես, տեղն ու տեղը 12 տղա կգան ու քո բոլոր հրամանները մի գիշերվա մեջ կկատարեն։ Մարտինկան ճամփա ընկավ, շատ գնաց թե քիչ, երկար գնաց թե կարճ, վերջը հասավ այդ թագավորությանն ու դեմ առավ մի աշտահակարի։ Էստեղ օձը դրա վզից պոկվեց, խփվեց գետնովն ու էլի դարձավ սիրուն աղջիկ։ Արի իմ ետևից, ասաց սիրուն աղջիկը ու տարավ այդ քարի տակ։ Գետնանցքով շատ գնալուց հետո հանկարծ հեռվում լույս երևաց ու քանի գնաց պայծառացավ։ Վերջը դուրս եկան, տեսան մի լայն դաշտ, պարսկա երկինք, այդ դաշտում մի հոյակապ պալատ, պալատում էլ այդ երկրի թագավորը, աղջկա հայրը։ Ճամփորդները մտան սպիտակ պալատները, թե չէ, թագավորը դեմները եկավ։ Բարև, ասավ, սիրելի աղջիկս, էս քանի տարի է, էդ ուր էիր կորել։ Իմ աչքի լույս հայրիկ, լրիվ կկորչեի, եթե էս մարդը ինձ չար մահից չփրկեր ու հայրական տուն չբերեր։ Շնորհակալ եմ, բարի տղա, ասաց թագավորը։
Քո բարության համար քեզ պարգև կտամ, վերցրու ինչքան սիրտդ ուզի, ոսկի, արծաթ, թանկագին քարեր։ Իսկ այրու որդի Մարտինկան պատասխանում է. Ձերդ թագավորական մեծություն, ոչ մի բան էլ չեմ ուզում, ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ էլ անգին քարեր։ Իսկ թե ուզում ես շնորհ անել, ճկույտիկ պուճուր մատանին ինձ տուր։ Ես անկնիկ մարդ եմ, այդ մատանուն մտիկ կտամ, հարսնացուի մասին կհոգամ, ձանձրույթս էլ դրանով կցրեմ։ Թագավորն իսկույն մատանին հանեց ու տվեց Մարտինկային։ Առ, բարով վայել ես, բայց տես, մատանու մասին մարդու չպատմես, թե չէ մեծ դժբախտության մեջ կընկնես։ Այրու որդի Մարտինկան թագավորին շնորհակալություն ասավ, մատանին ու մի քիչ էլ ճամփի փող առավ ու ետ դառավ էլի նույն ճանապարհով, որով գնացել էր։ Շատ գնաց թե քիչ, երկար գնաց թե կարճ, վերջը հասավ հայրենիք։ Պառավ մորը գտավ ու սկսեցին անդարդ անցավ ապրել։ Մի օր էլ Մարտինկան ուզեց պսակվել, կպավ մորը ուղարկեց խնամախոսության։ Գնա ասավ, հենց թագավորի մոտ ուզիր ինձ համար թագավորի գեղեցկուհի աղջկան։ Որդիս, ասաց պառավը, որ ճիպոտդ քո չափով կտրեիր, ավելի լավ կլիներ։ Իբր բան ես մտածել, ես ինչի գնամ թագավորի մոտ, պարզ բան է, կչարանա ու գլուխներս թռցնել կտա։ Ոչինչ, մայրիկ, թե որ ես եմ ուղարկում, ուրեմն անվաղ գնա։ Թագավորը ինչ պատասխան տա, կգաս ինձ կասես, մենակ թե առանց պատասխանի ետ չգաս։ Պառավը վեր կացավ ու ոտները քարշ տալով գնաց թագավորի պալատ, մտավ բակ ու գլխակոր շքամուտքով առանց լուր տալու ներս ընկավ։ Էստեղ պահակները սրան բռնեցին։ Կանգնիր, ջադու պառավ, ուր է տանում քեզ սատանան, էստեղ գեներալներն անգամ առանց զեկույցի չեն անցնում։ Աղ, ես ծերես սենցն ու էնենցը, գոռաց պառավը։ Ես լավ գործով եմ եկել թագավորի մոտ, պիտի նրա աղջկանը ուզեմ իմ տղային, իսկ դուք խանգարում փեշիցս բռնում եք։ Ու այնպիսի հարայ հրոց բարձրացրեց, որ Աստված հեռու պահի։ Թագավորը սրա գոռգոռոցը լսեց, պատուհանից դուրս նայեց ու հրամայեց պառավին ներս թողնել։ Պառավը մտավ թագավորի սրահը, սրբապատկերների առաջ աղոտ քարավ ու թագավորին գլուխ տվեց։ Ինչ կասես, պառավ, հարցրեց թագավորը։ Եկել եմ ձերդ բարությանը մի բան ասեմ, ոչ թե բարկացնելու համար։ Ես առնող ունեմ, դու ապրանք։ Առնողը իմ տղա Մարտինկան է, շատ խելոք է, իսկ ապրանքը քո աղջիկն է, շատ սիրուն է։ Աղջկանդ իմ Մարտինկային չէիր տա, լավ զույգ կլինեին։ Դու ինչ է, խելքդ թռցրել ես, գոռաց թագավորը։ Բոլորովին էլ ոչ, ձերդ թագավորական մեծություն, բարեհաճեցեք պատասխան տալ։ Թագավորը մեծամեծերին հավաքեց ու սկսեցին մտածել, ծանր ու թեթև անել, թե էս պառավին ինչ պատասխան տան։ Ու որոշեցին, որ թող Մարտինկան մի օրվա ու մի գիշերվա մեջ մի մեծ պալատ կառուցի ու այդտեղից մինչև թագավորական պալատները բյուրեղյա կամուրջ գցի, իսկ կամուրջի երկու կողմը արծաթե և ոսկե խնձորներով ծառեր աճեցնի, որ այդ ծառերի վրա էլ տեսակ թռչուններ երգեն։ Համել թող 5 գմբեթանի տաճար շինի, որ պսակ դնելու ու հարսանիք անելու տեղ լինի։ Թե պառավի տղան այդ ամեն ինչը արեց,
Այդ ժամանակ թագավորի աղջկան կտանք նրան, քանի որ չափից դուրս խելոք ու ձեռքից շատ բան է գալիս։ Իսկ թե չարեց, իրա գլուխն էր, մորն էլ կթռցնենք։ Այս պատասխանով էլ պարավին ճամփու դրին։ Պարավը ճուճվելով, աղի արցունք թափելով գալիս է տուն, հասնում է Մարտինկային և ասում. Ես քեզ ասեցի, անտեղի գործ չբռնես որդիս, իսկ դու քոնն առաջ քշեցիր, հիմա մեր գլուխը կկտրեն, վաղը էլ չենք լինի։ Դե լավ, մայրիկ, գուցեև ողջ մնանք, Աստծուն աղոթիր ու պարկիր քնիր։ Առավոտը գիշերվանից բարի է։ Ուղիղ կեսգիշերին Մարտինկան վեր կացավ, դուրս եկավ բակ, մատանին ձեռքից ձեռք խաղացրեց, թե չէ տեղն ու տեղը դեմը եկան 12 քաջեր, բոլորը մի դեմքի, մազ-մազի, ձայն-ձայնի, իրար նման։ Ինչ է պետք, Մարտինկա այրու որդի։ Այ թե ինչ, առավոտ ծեքին հենց էստեղ մի մեծ պալատ լինի, այդ պալատից մինչև թագավորի ապարանքը բյուրեղյա կամուրջ լինի, կամուրջի երկու կողմը ոսկե արծաթե խնձորներով ծառեր աճեն ու ծառերի վրա տեսակ թռչուններ երգեն։ Բացի այդ, 5 գմբեթանի մի տաճար էլ շինեք, որ համ պսակի, համ հարսանիքի տեղ լինի։ 12 քաջերը պատասխանեցին. Մինչև վաղը պատրաստ կլինի։ Դես ու դեն ընկան, տարբեր տեղերից վարպետ հյուսն բերեցին ու գործի կպան, ամեն ինչն էլ տեղը տեղին արվեց, գործը արագ գլուխ եկավ։ Առավոտը Մարտինկան զարթնեց, ոչ թե հասարակ խրճիթում, այլ մի շեն ու շքեղ ննջարանում, դուրս եկավ, տեսավ ամեն ինչ պատրաստ, պալատը, եկեղեցին, բյուրեղյա կամուրջը, ոսկի արծաթ խնձորներով ծառերը։ Այդ ժամանակ էլ թագավորը ելավ պատշգամբ, հեռադիտակով նայեց ու զարման կտրեց, ամեն ինչ արված էր, կանչեց աղջկան ու հրամայեց, որ պատրաստվի պսակի։ Դե, ասում է, մտքովս չէր անցնի, որ քեզ հասարակ գյուղացու կտամ, բայց դե բախտդ դա է։ Ու մինչ թագավորի աղջիկը սարքվում, կարգվում էր, այրու որդի Մարտինկան դուրս եկավ բակ, մատանին ձեռքից ձեռք խաղացրեց, 12 տղաները գետնի տակից բուսնեցին։ Ինչ կա, ինչ է պետք։ Այ թե ինչ, աղբերտիկ, իշխանական շորեր տվեք ինձ, 6 ձիանոց նախշուն կարգն էլ պատրաստեք։ Հիմա կլինի։ Մարտինկան դեռ աչքը 3 անգամ չթարթաց, շորերը բերին, հագավ, իսկը վրայով, ոնց որ չափած ձևած։ Շուռ եկավ, տեսավ մուտքի մոտ մի նախշուն կարգ, կարգին էլ լցված հրաշալի հրեղեն ձիեր, մի մազը ոսկի, մյուսն արծաթ։ Կարգը նստեց, գնաց եկեղեցի, էնտեղ էլ պատարագ են անում, ժողովուրդն էլ լիքը լցվել է։ Փեսայից հետո հարսը եկավ իր դայակներով ու նաժիշտներով, թագավորը իր մեծամեծերով, պատարագը տվեցին, իսկ հետո ոնց որ հարկն էր։ Այրու որդի Մարտինը թագավորի աղջկա ձեռքը բռնեց ու պսակի կարգը կատարեցին։ Թագավորը աղջկան հարուստ օժիտ տվեց, Փեսային մեծ պաշտոնի կարգեց ու աշխարհքով մեկ քեֆ սարքեցին։ Նորապսակները ապրեցին մի ամիս, 2, 3, ամեն օր Մարտինկան նոր պալատ էր շինում, այգիներ էր գցում, բայց դե թագավորի աղջկա սրտովը չէր, որ ինքը ոչ թե թագավորի կամ արքայազնի, այլ հասարակ մարդու կին է դարձել։ Սկսեց միտք անել, թե ոնց մարդուն էս աշխարից կորցնի։
ու այնպիսի աղվեսություն արեց, որ Աստված ազատի։ Ամեն ձևով մարդուն նայեց, ծառայեց, բայց հետն էլ 1001 հարց տվեց։ Մարտինկան էլ իրեն պահեց, բան չասաց։ Մի անգամ թագավորի մոտ հյուր էր, կարգին քեֆը լավացավ, եկավ տուն ու պառկեց, որ հանգստանա։ Էստեղ կնիկը կպավ, համբուրեց, կուրկուրեց, սիրալիր խոսքերով խելքը տարավ ու վերջը գլուխը յուղեց։ Մարտինկայի բերանից մատանու մասին խոսքը քաշեց։ Լավ, մտածեց թագավորի աղջիկը, հիմա ես քո հախից կգամ։ Հենց Մարտինկան խոր քուն մտավ, կինը ձեռքը բռնեց, մատանին ճկույտից հանեց, դուրս եկավ բակ ու այդ մատանին ձեռքից ձեռք խաղացրեց։ Տեղն ու տեղը դեմը եկան 12 տղերքը։ Ինչ կա, ինչ է պետք թագավորի աղջիկ։ Լսեք տղերք, առավոտվա կողմ էստեղ ոչ պալատ լինի, ոչ եկեղեցի, ոչ բյուրեղյա կամուրջ, փոխարենը թող նախկինի պես հին խրճիթ լինի, մարդս էլ աղքատության մեջ մնա, ինձ էլ տարեք 30 սար ու ձորից են կողմ մկների թագավորությունը։ Հենց միայն ամոթից էստեղ չեմ ուզում ապրել։ Պատրաստ ենք ծառայել, ամեն ինչ կլինի։ Հենց այդ պահին մի քամի ելավ, թագավորի աղջկան տարավ հասցրեց 30-րդ թագավորություն, մկների տերություն։ Առավոտը թագավորը զարթնեց, դուրս եկավ պատշգամբ, հեռադիտակով նայեց, ոչ պալատը կար, ոչ բյուրեղյա կամուրջը, ոչ հին գմբեթանի տաճարը, միայն մի խեղճ ու կրակ խրճիթ։ Ինչ կարող է պատահած լինի, մտածեց թագավորը, ուր կորավ այդ ամենը։ Իսկույն ծառային ուղարկեց, որ տեղում ամեն բան իմանա։ Ծառան ձիով գնաց, տեղեկացավ ու եկավ թագավորին զեկուցեց։ Ձերդ մեծություն, նախկին պալատի տեղը մի խեղճ ու կրակ խրճիթ է, այնտեղ քո փեսան ու իր մայրն են ապրում, իսկ թագավորի աղջկա շունչն էլ չկա, հայտնի էլ չի, թե որտեղ է հիմա։ Թագավորը մեծ խորհուրդ կարգեց, սկսեց փեսային դատել, թե ինչ կախարդանքով իրեն մոլորեցրեց ու աղջկա գլուխը կերավ։ Ու հրաման տվեց, որ փեսային փակեն քարե սյան մեջ ու ոչ հաց տան, ոչ ջուր, թող սովից մեռնի։ Քարտաշները եկան, սյունը բարձրացրին, Մարտինկային մեջը փակեցին, միայն մի փոքր պատուհան թողեցին լույսի համար։ Խեղճը 3 օր առանց հաց ու ջրի նստել ու աղի արցունք էր թափում։ Շուրկաշունը, որ այդ անբախտության մասին իմացավ, վազեց տուն, տեսավ Վասկա կատուն վառարանի վրա պառկած մռմռում է, վրա պրծավ, թե այ անիրավ Վասկա, միայն վառարանին պառկել ու ճմլկոտել գիտես, չես էլ ասում, որ մեր տերը քարեսյան մեջ փակված է։ Երևում է հին լավությունը մոռացել ես, թե ոնց 100 ռուբլին տվեց ու քեզ մահից ազատեց։ Նա չլիներ, քեզ վաղուց որդերը կերել էին, վեր կաց շուտ արա, ինչքան ուժ ունենք, պիտի մեր տիրոջն օգնենք։ Վասկա կատուն վառարանից թռավ ու Ժուրկայի հետ գնացին տիրոջը ման գալու։ Եկան սյան մոտ, Վասկան մագլցելով բարձրացավ, պատուհանի անցքից ներս մտավ և ասաց. Բարև, տեր, ողջ ես։ Հազիվ ապրում եմ, պատասխանեց Մարտինկան, լրիվ չորացել եմ առանց ուտելիքի, երևի սովամահ կլինեմ։ Դարդ մի անի, մենք քեզ կկերցնենք էլ, կխմացնենք էլ, ասաց Վասկան ու պատուհանից դուրս թռավ։ Դե,
Շուրկա եղբայր, մեր տերը սովամահ է լինում, ոնց մի հնար գտնենք եւ օգնենք։ Հիմար ես դու Վասկա, էդ էլ մտածելու բան է, գնանք քաղաքում ման գանք, հենց հացերը ձեռքին մի հացթուղ տեսնենք, ես ոտքի տակ կընկնեմ, հացերը կթափվեն, դու էլ քեզ մի կորցրու, մի քանի բլիթ ջանկիր տար հասցրու տիրոջը։ Լավ, դուրս եկան մեծ փողոց, դեմից մի հացթուղ էր գալիս։ Շուրկան դրա ոտքի տակ ընկավ, հացթուղը դես ու դեն ճոճվեց, հացերը թափեց ու վախից մի կողմ փախավ, մտածեց, ով գիտի, գուցե շունը կատաղած է, դե գնա հետո մեղավոր ու անմեղ ջոկիր։ Իսկ Վասկա կատուն հացը ջանկեց, տարավ Մարտինկային։ Մեկը տվեց, վազեց մյուսի ետևից, մյուսը տվեց, գնաց երրորդին։ Նույն ձևով թթվապուր ծախողին վախեցրին ու տիրոջ համար մի քանի շիշ փախցրին։ Հետո Վասկան ու Ժուրկան որոշեցին գնալ 30-րդ թագավորություն, մկների երկիր, որ տիրոջ հրաշագործ մատանին գտնեն։ Ճանապարհն էլ երկար, շատ ժամանակ էր պետք։ Մարտինկայի համար հացը չորացրին, մի տարվա պաշար դրստեցին, խմելիքն էլ հետը դրին ու ասին. մեր տեր, կուտես, կխմես, բայց չափը չանցնես, այնպես, որ մինչև մեր գալը ուտելիքը հերիքի։ Հրաժեշտ տվին ու ճամփա ընկան։ Շատ գնացին թե քիչ, արագ դեթանդաղ հասան կապույտ ծովին։ Ժուրկան Վասկային թե ես հույս ունեմ անցնել ծովի էն ափը, դու ինչ կասես։ Վասկան էլ թե ես լողալուց խեղճ եմ, իսկույն կխեղդվեմ։ Դե թռիր մեջքիս։ Վասկա կատուն նստեց շան մեջքին, ջանկերը գցեց բրդի մեջ, որ չընկնի, ու լողացին։ Հասան 30-րդ թագավորություն, մկների տերություն։ Էդ երկրում էլ դու մի ասա, մարդկային շունչ չկա, բայց այնքան մուկ կա, որ էլ անհաշիվ, որ կուճախը մտնես կիտված են։ Շուրկան ասաց. դե կատու ախպեր, քո գործին անցի, էս մկներին խեղդիր, ճմլիր, ես էլ մի տեղ հավաքեմ, դարսեմ իրար գլխի։ Վասկան էդ որսին սովոր էր, իր ձևով մկներին վրա տվեց, որին բռնեց, շունչը փչեց։ Ժուրկան հազիվ էր հասցնում կիտել, վերջը մի շաբաթում մի դես դրեց։ Ամբողջ թագավորությունը դարդի մեջ ընկավ։ Մկների թագավորը տեսավ, որ իր ժողովուրդը պակասում է, ահագին մկներ սև մահով մեռնում են։ Դուրս եկավ բնից, Վասկային ու Ժուրկային աղաչեց. գլուխս խոնարհում եմ ձեր առաջ, հզոր հսկաներ, ժողովրդիս խնայեք, մի կոտորեք, ասեք, ձեր ուզածն ինչ է, ինչ կարողանամ կանեմ ձեզ համար։ Ժուրկան թե քո աշխարհում մի պալատ կա, այդ պալատում մի գեղեցկուհի, նա մեր տիրոջից մի հրաշագործ մատանի է տարել, թե այդ մատանին մեզ համար չճարեցիր, համ ինքդ կկորչես, համ էլ թագավորությունդ ողջ կդատարկենք, կփչացնենք։ Սպասեք, ասավ մկների թագավորը, ես հպատակներիս հավաքեմ, իրենց հարցնեմ։ Տեղն ու տեղը բոլոր մկներին, մեծ, փոքր, հավաքեց ու հարցում արավ, թե ով կարող է ընկնել այդ պալատն ու գեղեցկուհուց փախցնել մատանին։ Առաջ եկավ մի մուկ։ Ես, ասում է, այդ պալատում շատ եմ լինում, ցերեկը թագավորի աղջիկը մատանին հագնում է ճկույթին, իսկ գիշերը գցում է բերանը։ Դե փորձիր այդ մատանին ձեռք գցել, թե որ այդ բանը գլուխ բերես, թագավորական պարգև կտամ քեզ։
Մուկիկը սպասեց մինչև գիշերն ընկնի, սողոսկեց պալատ ու կամաց մտավ ննջարան։ Տեսավ թագավորի աղջիկը խոր քնած է, մտավ տեղաշորը, բարակ պոչի ծայրը մցրեց սրա քիթն ու ռունգերը խուտուտ տվեց։ Սա փռշտաց թե չէ, մատանին բերանից դուրս թռավ և ընկավ գորգի վրա։ Մուկիկն էլ մահճակալից ցած թռավ, մատանին բերանն առավ ու տարավ տվեց իր թագավորին։ Մկների թագավորը մատանին տվեց հզոր հսկաներին, Վայսկակատվին ու Ժուռկաշանը։ Սրանք էլ թագավորին շնորհակալ եղան ու սկսեցին իրար մեջ խորհուրդ անել, թե ով մատանին լավ կպահի։ Վայսկակատուն թե «Տուր ինձ, ես ինչ էլ լինի չեմ կորցնի»։ «Լավ», ասաց Ժուռկան, «տես, աչքիդ լույսի պես պահիր»։ Կատուն մատանին առավ բերանն ու տան ճամփան բռնեցին։ Հասան կապույտ ծովին։ Վայսկան էլի թռավ Շուռկայի մեջքին, թաթիկներով պինդ բռնեց։ Շուռկան էլ մտավ ջուրն ու լող տվեց։ Մի ժամ լողացին, թե 2 ժամ, մեկ էլ որտեղից որտեղ մի ագռավ թռած եկավ, գպավ Վայսկային ու սկսեց գլուխը կծել։ Խեղճ կատուն չգիտի ինչ անի, ագռավից ոնց պրծնի, թե ճանկերը գործի գցի, դրանից ինչ խեր, ծովը կընկնի, թե ատամ ցույց տա ագռավին, մատանին կգցի, փորձանք է, որ կա։ Շատ համբերեց սա, բայց վերջը չդիմացավ։ Ագռավը, որ գլխից արյուն հանեց, Վայսկան կատաղեց, սկսեց ատամներով պաշտպանվել ու մատանին գցեց ծովը։ Սև ագռավը բարձրացավ վեր ու թռավ մութ անտառների կողմը, իսկ Ժուռկան հենց ափ դուրս եկավ, մատանուց հարցրեց։ Վայսկան գլուխը կախեց։ «Ներիր», ասում է, «եղբայր, ներիր, մեղավոր եմ քո առաջ, մատանին ծովն ընկավ»։ Ախ դու անիծված տխմար, բախտդ բերել է, որ շուտ չեմ իմացել, թե չէ ես քեզ նման բլնգյացին ծովում կխեղդեի։ Հիմա ոնց երևանք մեր տիրոջը, կամ մտիր ջուրը մատանին ետ բեր, կամ աչքիցս կորիր։ Իմ կորչելուց ինչ հոգուտ, ավելի լավ է մի հնար գտնենք, ոնց որ մուկ էինք բռնում, հիմա էլ արի խեցգետին որսանք, գուցե դրանք մեր բախտից մեզ օգնեն, մատանին գտնենք։ Ժուռկան համաձայնեց, սկսեցին ծովից խեցգետին բռնել ու կույտ անել։ Ահագին որսացին։ Այդ ժամանակ ծովից մի մեծ խեցգետին դուրս եկավ, ուզեց թարմոտ շնչել։ Ժուռկան ու Վայսկան դրան բռնեցին ու սկսեցին քաշքշել։ Մի խեղդեք ինձ, հզոր հսկաներ, ես խեցգետինների թագավորն եմ, ինչ որ ուզեք, էն էլ կանեմ։ Թե որ ուզում ես գթանք, ծովն ընկած մեր մատանին բեր, իսկ թե չբերիր, տերությունդ մինչև վերջ կավիրենք։ Խեցգետին թագավորը տեղն ու տեղը իր հպատակներին կանչեց ու հարց ու փորձ արեց։ Առաջ եկավ մի փոքրիկ խեցգետին։ Ես, ասում է, մատանու տեղը գիտեմ, հենց ընկավ ծովը, իմ աչքի առաջ թառապ ձուկը կուլ տվեց։ Էստեղ բոլոր խեցգետիններն ընկան ծովը թառափին փնտրելու։ Բռնեցին ու սկսեցին խեղճին ճանկռտել։ Մի րոպե հանգիստ չտվին, քշեցին, ձուկն էլ դես պտտվեց, դեն պտտվեց ու դուրս թռավ ափ։ Խեցգետին թագավորը ջրից դուրս եկավ, Վայսկային ու Ժուռկային ասաց. «Հրեց ձեր թառապ ձուկը,
հզոր հսկաներ, մի լավ պատառոտեք դրան, նա է ձեր մատանին կուլ տվել։ Ժուրկան ընկավ թառափի վրա ու սկսեց պոչից։ Համել, մտածում է, մի կուշտ կուտենք։ Իսկ խորաման կատուն գիտի մատանին որտեղից դուրս կգա։ Թառափի փորը ծակեց, աղիքները հանեց, վրա ընկավ մատանուն։ Ատամներով բռնեց ու 4 ոտք էլ փող առավ ու ոնց է վազում, իսկ մտքին էլ էն է, թե կգնամ տիրոջ մոտ, մատանին կտամ, կասեմ, մենակ ես եմ արել։ Տերս էլ ինձ շուրկայից ավելի կսիրի։ Այդ ընթացքում շուրկան կուշտ կերավ ու տեսավ Վասկան չկա։ Հասկացավ, որ ընկերոջ մտքին ուրիշ է, ուզում է խաբեությամբ տիրոջ սիրելին դառնա։ Այ թե սխալվեցիր, խարդախ Վասկա, հիմա կհասնեմ ու պատառ կանեմ քեզ։ Շուրկան ընկավ Վասկայի ետևից, շատ վազեց թե քիչ, հասավ Վասկա կատվին ու ասավ. «Մահդ եկել է»։ Վասկան էլ դաշտում մի կեչի տեսավ, բարձրացավ, գագաթին նստեց։ «Լավ», ասաց Ժուրկան, «ամբողջ կյանքդ հո ծառին չես նստի, մի օր իջնել կուզես, իսկ ես էստեղից մի քայլ չեմ անի»։ 3 օր Վասկան կեչու վրա նստեց, 3 օր Ժուրկան դրան պահակ կանգնեց, աչքը վրայից չկտրեց։ Վերջը երկուսն էլ սովածացան ու ճարահատյալ հաշտվեցին, միասին ճամփա ընկան տիրոջ մոտ։ Հասան սյանը, Վասկան պատահական ներս մտավ ու հարցրեց. «Կենդանի է տերը»։ «Բարև, Վասկա, ես արդեն հույսս կտրել էի, կարծում էի էլ չեք գա, էսօր 3 օր է անհաց եմ»։ Կատուն կախարդական մատանին տվեց Մարտինկային, սա սպասեց մինչև կեսգիշեր, մատանին ձեռքից ձեռք խաղացրեց, 12 տղերքը դեմը եկան կանգնեցին։ «Ինչ կա, ինչ է պետք»։ «Տղերք, իմ նախկին պալատը, բյուրեղյա կամուրջը, 5 թմբանի եկեղեցին իրենց տեղը կանգնեցրեք, անհավատարիմ կնոջս էլ էստեղ բերեք, մինչև առավոտ հրամանս կատարված լինի»։ Ասվածն արված էր։ Առավոտը թագավորը զարթնեց, դուրս եկավ պատշգամբ, հեռադիտակով նայեց, տեսավ խրճիթի տեղը բարձր պալատ է։ Այդ պալատից մինչև թագավորի պալատը բյուրեղյա կամուրջ, կամուրջի 2 կողմն էլ ոսկի արծաթ խնձորներով ծառեր։ Թագավորը կառք նստեց ու գնաց իմանա, իրոք էդպես է, թե աչքին է երևացել։ Մարտինկան թագավորին դիմավորեց, ճերմակ ձեռքից բռնեց, տարավ նախշուն պալատները։ Էսպես ու էսպես պատմեց Մարտինկան, այ թե ինչ բերեց թագավորի աղջիկն իմ գլուխը։ Թագավորը հրաման տվեց, որ աղջկան պատժեն։ Թագավորական հրամանով խարդախ կնոջը կապում են վայրի հովատակի պոչից ու մի արձակ դաշտում բաց թողնում։ Ձին նետի պես թռչում է ու նրա ճերմակ մարմինը դար ու փոսերով ցրիվ տալիս։ Իսկ Մարտինկան մինչև հիմա էլ ապրում է և կյանք է անում։